ասում է նրա հետ շատ ժողովուրդ էր գնում, նա դարձավ և ասաց նրանց. Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել։ Տեսեք, ինչ հարաբերություն է ստեղծվում, նախընտրել Տիրոջը ընտանիքից, ծնողներից, քույր եղբայրներից, ինչ որ պահանջում է Քրիստոս մեզանից։ Հիմա եթե հետ նայենք, գնանք 5 կտակարան այնտեղ կտեսնենք, որ գրված է հարգիր քո հորն ու մորը և ընդհանրապես սիրիր քո մերձավորին։ Բայց երբեմն հանկարծ տեղ է գալիս, որ Քրիստոս ասում է պետք է նախընտրեք ինձ ձեր հարազատներից։ Մենք նայում ենք տեսնում, որ Քրիստոս նույնիսկ խաչի վրա հոգ տարավ իր մոր մասին, նույնիսկ խաչի վրա։ Մենք տեսնում ենք շատ տեղերում, որ ասում է սիրեցեք միմյանց։ Բայց հանկարծ այստեղ թվում է թե բաժանություն, որովհետև մի ուրիշ տեղ ասում է բաժանում կլինի ընտանիքի անդամների միջև։ Բայց ինչպես բաժանում կլինի, եթե ծնողը քրիստոնյա է, եղբայրը քույրը քրիստոնյա է, ինչպես կարող ենք մենք բաժանվել իրարից։ Ուրեմն խոսքը քրիստոնեության մասին չէ կամ քրիստոնյաների մասին չէ։ Խոսքը առաջի դարում հրեաների մասին էր, որոնք որ դեպի Քրիստոս էին գալիս, բայց նաև պարտականություններ ունեին անելու։ Չէ որ ավետանում գրված էր, որ իրենք պիտի սիրեն հարգեն ծնողներին։ Այդ ծնողները հարազատներ ասում էին հրաժարվեք քրիստոնեությունից, հրաժարվեք Քրիստոսից, նոր կրոն է, նոր հավատք է, մենք ունենք մեր հինը, դուք հրաժարվեք հնից։ Հարազատները դեմ էին կանգնում։ Հեռու չեմ ուզում գնալ ժողովուրդ։ Դեպք կարող եմ պատմել, օրինակ ուսանողները, որոնք թվում էին ճեմարան, օրինակ 40-ականներին, վերջերին արդեն որ ճեմարանը բացվեց և հետագայում էլ, ովքեր գնում էին սովորելու կամ եկեղեցի էին գնում, իրենք նեղություններ էին կրում, կամ իրենց հարազատներն էին նեղություն կրում։ Հարազատներին գործից հանում էին, մանկապարտեզից երեխաներին էին հանում հարազատների, ստիպում էին, որ մարդը հրաժարվի հավատքից, Քրիստոսից, հոգևորից։ Թեկուզ վերցնենք մեր առաջի նահատակը, առաջի մարտիրոսուհին, Սանդուխտ կույսը, հայ ազգի մեջ առաջի քրիստոնյա նահատակն է, որը նահատակվեց հոր ձեռքով, հանուն հավատքի, որտև հայրը ստիպեց, որ Սանդուխտ կույսը հրաժարվի քրիստոնեությունից, հրաժարվի հավատքից, ինքը չհրաժարվեց, մինչև վերջ, ի վերջո սրով սպանեցին, ուղղակի սիրտը, այդպես, խոցեցին ու մահացավ ինքը։ Ինքը չհրաժարվեց, բայց այսօր այդ խնդիրները մենք չունենք, այսօր նման վերաբերմունք չկա, որ ընտանիքի անդամները ճնշումներ կան, կլինեն, ծաղր ևս կլինի, փորձեն համոզել, որ հավատքից հեռանան շատերը, ամեն ինչ կարող են ասել։ Բայց սպանություն հիմա թերևս չկա կարելի ասել այսպես։ Միգուցե հասցնեն ինչ-որ վատ վիճակների, բայց կոնկրետ այս տեսակ սպանություններ չկա։ Խնդիրը որն է։ Իրենք ինչ պիտի ասեն, պիտի ասեն վարդապետ, ինչպես հրաժարվենք մեր ծնողների խոսքից, չէ որ մեր ծնողները մեզ ասում են, լսեք մեզ, մենք էլ եւ ավետարանի մեջ Աստվածաշնչում է գրված, հարգիր հորն ու մորդ, մենք սիրում ենք մեր ծնողներին, հարազատներին, ինչպես կարող ենք հրաժարվել։ Հարգում եւ սիրում ենք։ Դրա համար Քրիստոս ասում է,
ով ինձանից առավել սիրի, ինձ արժանի չէ։ Ինքը ատելություն չի քարոզում։ Խնդիրը գաղափարին է վերաբերում։ Կարծում եմ բոլորս հասկանում ենք։ Հանուն Քրիստոսի ինչ-որ զողողությունների գնալ։ Ընդունել քրիստոնեական ճշմարտությունը, Քրիստոս պահանջում է, որ ընդունեն պատահականություն չէ, որովհետև ասում է հավատքի գալը, դարձի գալը։ Մի քիչ լուրջ պիտի մտածենք։ Հիշեք Հովհաննես Մկրտչի մասին երբ խոսք է լինում, ես այդ մասը հատուկ ուզում եմ ընթերցել։ Ժողովրդին ասում է. Ինչ տեսնելու ելակ անապատում։ Գնացել էին անապատում, քարոզում էր, չէ, անմարդաբնակ վայրում Հովհաննես Մկրտիչը քարոզում եւ մկրտում էր։ Ասում է ինչ տեսնելու ելակ անապատում։ Հողմից շարժվող եղեք, սովորական եղեկը, որ քամուց շարժվում է, անիմաստ բան եք գնացել տեսնելու։ Կամ ինչ եք ուզում տեսնել, ասում է փափուկ զգեստներով զարդարված մարդ, գնացեք թագավորների պալատներում գտեք իրենց։ Մարգարեի դուրս եկաք տեսնելու։ Ասում է այո, եւ ասում եմ, ինքը մարգարեներից գերագույնն է կամ առավելն է, մեծն է, ամենամեծն է, Հովհաննես Մկրտիչը։ Այսպես էլ հիմա այստեղում։ Ասում է եկաք իմ հետևից, չէ՞ որ ժողովուրդը Քրիստոսի հետևից էր գնում։ Ճանապարհին է տեղի ունենում այս խոսակցությունը։ Ինչու եք եկել, ժողովուրդ, ասում է։ Մի հատ վերլուծեք, հասկացեք, ձեր նպատակը ո՞րն է։ Պատահական, ուրեմն, այդպես պատահականության արդյունք չպետք է լինի։ Քրիստոնեությունը որոշակի զոհաբերություն է իրենից պահանջում, զոհողություն։ Չի կարող լինել ընկերություն առանց զոհողության։ Նույնիսկ մեր մարդկանց միջև, եթե ընկերություն եք անում, ընկերությունը նաև զոհաբերություն է, զոհողություն է։ Թեկուզ եւ ժամանակի զոհաբերություն, որը տրամադրում ենք շփվելու մեր հարազատների կամ ընկերների հետ։ Պես որ մարդը նաև պիտի ունենա այդ գիտակցումը, որ զոհաբերություն է պահանջում յուրաքանչյուր հարցում հաջողության հասնելու համար։ Դրա համար ինչ է ասում Քրիստոս, որովհետև ով որ չվերցնի իր խաչը եւ իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Մենք գիտենք խաչի մահը անարգական մահ էր։ Հռոմեական կայսրության մեջ դա օգտագործում էր այն սովորական մարդկանց ցածր, ասենց ասեմ, իրենց հասկացողությամբ, սովորական մարդկանց եւ ամենավատ հանցագործներին պատժելու համար։ Եվ ինչ էին ասում, խաչը պիտի վերցնի գնաք։ Քրիստոսին էլ չէ տվեցին խաչը։ Իհարկե խաչը ամբողջական չէր, խաչի հորիզոնական թևն էին տալիս, որտեղ ամբողջը դժվար էր տանելը։ Նույնիսկ էդ էլ չկարողացավ տերը տանել, որտեղ շատ էր հարվածներ, տանջանքներ ստացել։ Դրա համար ասում է վերցեք ձեր խաչը, խաչը ինչ է, ծանրություն է, մի փոքր զոհողություն է, որ գալիս ես դեպի Աստված, որոշակի զոհողությունների ես գնում։ Անցյալ անգամ մենք խոսում ենք, ինչ էր ասում, իմ բեռը ծանր է, իմ լուծը ծանր եւ բեռնի քաղցր, ներողություն։ Ես դեր առաջ ուղղակի խոստովանություն անեմ։ Օրեր կա ես բարձր ճնշում եմ ունենում, ես չեմ կարողանում կենտրոնանալ։ Դուք երևի զգացել եք շատերը։ Սա չեմ ասում, որ հանգարց խղճարություն առաջացնեմ, բայց երբեմն դժվարանում եմ, հիշելը դժվարանում եմ, ժողովուրդ, այդպես ովքեր ունեն բարձր ճնշում, իրենք կհասկանան ինձ։ Ամեն դեպքում բեռը ծանրությունը նաև քաղցր է Քրիստոսով։ Անցյալ անգամ խոսում էի, եթե ասում, որ խնդրեք Աստծուն, թող այդ բեռները ձեզանից վերցնի, որ հեշտ լինի ամեն ինչ, բայց մենք որոշակի կամք պիտի դրսևորենք, որոշակի դժվարություն հաղթահարելով գանք առաջ, ձեռքբերում ունենանք, կամքի ուժ ցուցաբերենք։ Այնպես որ Քրիստոսի ետևից գնալ նաև որոշակի նեղություններ հաղթահարել է նշանակում։ Եվ շարունակում է ասելով ձեզնից ով եթե կամենա աշտարաճ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի։ Եթե գործ է սկսում, այո,
պիտի նախ հաշվով սկսես, որ կիսատ չմնա գործդ։ Նույն կերպով էլ երբ որ դեպի Աստված եք գալիս, պիտի հաշվարկ անեք, ինչից եք հրաժարվում, ուղղակի հենց այնպես քրիստոնյա չեն լինում, որոշակի առումներով զողությունների պիտի գնաք։ Սրա մասին է խոսքը, որտեղ երբեմն նաև մենք պատկերացնում ենք զողություններ ինչ ենք համարում, եւ մեր ցոփ ու շվայտ կյանքից հրաժարվելը համարում ենք զողություն։ Այն լայն դուրը, որ տանում է դեպի կործանում, դրանից հրաժարվելը համարում ենք զողություն, բայց իրականության մեջ դա այդպես չասեմ զողություն, թող լինի զողություն, որը տանում է մարդուն փրկության։ Եվ նմանեցնում է թագավորի, որը ասում է, եթե գնա պատերազմելու մի այլ թագավորի դեմ, նախապես պիտի հաշվարկ անի, տեսնի զորքը, հնարավորությունները, նոր կարողանա պատերազմի գնալ, անմիտ կերպով չգնա, նման կերպով էլ ուղղակի քրիստոնյա չեն լինում, ժողովուրդ։ Ուղղակի եկանք եկեղեցի կամ մենք ազգովի ասում ենք մենք քրիստոնյա ենք, ազգովի ենք ասում։ Սրա մասին է խոսքը, բայց ոչ մի բան չենք ուզում անենք, ինչ-որ զողությունների չենք ուզում գնալ։ Չենք ուզում օրինակ փոխել մեր մտածելակերպը, եսակենտրոն, կամ շահադիտական մտածողությունից օրինակ հրաժարվելը։ Ընդունենք երկու մեքենա իրար են խփում, մի ժամանակ հիմա ապակա, իջնում էին ամեն մեկը սկսում էր վիճաբանել, որ դիմացին է սխալ։ Չեն մտածում, հաշվարկ անեն կամ տեսնեն հասկացող մարդը պիտի կարծիք հայտնի, անկախ ամեն ինչից մարդը սկսում է ասել, որ ինքը ճիշտ է, դիմացինն է մեղավոր։ Սա շահադիտական մտածողություն է։ Հանուն Քրիստոսի այդ տեսակ մտածողություններից պիտի մենք հրաժարվենք։ Նույն կերպով ծնողների հետ համեմատելով երեխաների պարագային չէ, ծնողներս երբեմն շահադիտական դաստիարակություն են տալիս մեր զավակներին, այսինքն սխալ դաստիարակություն։ Ամեն ինչ անես, որ միայն դու շահես։ Բա չեք ասում, բայ այդ երեխեն, բայ իրա հարգանքը, բայ այդ երեխու պատիվը, բայ այդ երեխու ապագան, հոտես չի մի անգամից շահադիտական մոտեցում եք ցուցաբերում, մտածողություն եք, երբեմն երեխաները ընդդիմանում են ծնողներին, երբեմն երեխաները ծնողներին չեն հարգում եւ մեղադրում են ծնողներին, որ իրենք սխալ են դաստիարակել, որ իրենք այնպիսի բաներ են արել, որ երեխաները ամաչում են ծնողների փոխարեն։ Այս շահադիտական մտածողությունը ժողովուրդ նշանակում է ծնողիդ ավելի շատ է սիրում, քան թե Աստծուն։ Եթե շարժվում ես այդ տեսակ շահադիտական, ուրեմն նկատառումներով, եթե այս տեսակ դաստիարակություն ես տանում։ Հետո էլ ասում ենք ազգովի հիվանդ ենք, ճիշտ է։ Ժողովուրդ, այս տեսակ երևույթները մեզ փչացնում են։ Աստված մեզ չի սիրի դրա համար։ Եվ հետո ասում է արդ այսպես էլ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Նայեք, այստեղ խոսքը եւ աշակերտներին է վերաբերում, առաքյալներին, եւ ընդհանուր իմաստով կարելի է հասկանալ։ Հրաժարվել ունեցվածքից այստեղ, մենք ուրիշտեղ հանդիպում ենք այսպես, ապրել այնպես, կարծես թե ոչինչ չունես, որ քո ունեցվածքը չփոխի քո մտածողությունը։ Եթե ապրում ենք սովորական կյանքով, հանկարծակի ընդունենք, թե բարձունքի ենք հասնում։ Ու սկսում ենք փոխվել, նշանակում է ունեցվածքը մեզ ստիպեց, որ մենք այլ կերպ մտածենք։ Որպես բարոյական մարդ, որպես անձնավորություն, որ ունի առաքինություններ, որ մարդը չփոխվի։ Դրա համար ինչ է ասում, հրաժարվել ունեցվածքից։ Ուղիղ իմաստով պետք չի հասկանալ, բայց առաքյալները ամեն ինչից հրաժարվեցին։ Ամեն ինչից, ասած գնացեք քարոզեք, ինչ որ կտան, որ գյուղը կմտնեք, որ քաղաքը կմտնեք, հաց կտան, ջուր կտան, լավ տուն կլինի, վատ տուն կլինի, երբեք չնախնդրեք լավ տունը կամ մյուսը, ուր որ հաց կտան, ուր որ տեղ կտան, այդտեղ ապրեք, այդտեղ քնեք։ Ունեցվածքի մասին ասած մի մտածեք, որտեղ դուք քարոզիչներ եք,
դուք ծրագիր եք իրականացնում, դուք գնացեք, թող ոչինչ ձեզ չխանգարի քարոզության ժամանակ, նույնիսկ ասում է ճանապարհին մարդկանց մի բարևեք, որտեղ այդ բարևը մի քիչ երկար էր տևում, արևելքում այդպես էր, բարևը նաև ինֆորմացիայի փոխանակում էր ենթադրում, հարցնում են շատ ինֆորմացիա մեկը մյուսից երկար ժամանակի կորուստ էր տեղի ունենում։ Դրա համար ասում է ամեն ինչ դրեք մի կողմի վրա, ամեն ինչ դրեք։ Բայց նաև այստեղ մեր համար խորհուրդ կա, ինչ էլ որ ունենաք, երբեք դրանով չհպարտանաք, երբեք։ Ինչ էլ որ ունենաք, աշխարհն ունենաք, մի հպարտացեք որ ունեք։ Որտեվ որից է մեկ ինչի մնալու, որտեվ դա քոնը չէ։ Ինչ ուզում եք ստեղծեք։ Աստված ինչ է ասում Քրիստոսը, ասում մաքուր մարդ եղեք, լավ մեր այսօրվա լեզվով ասեմ։ Ճիշտ ապրեք։ Մի նախանձեք, չարը մի կամեցեք, բարին կամեցեք, աղոթեք մեկը մյուսի համար, Աստծո հետ շատ շփվեք, շատ աղոթք արեք, սրտանց աղոթք արեք, խնդրեք Աստծուն թող սերը ավելացնի ձեր մեջ, որ բոլորին սիրեք, նաև դժվարությունները հեշտությամբ կարողանանք տանել, խնդրենք Աստծուց, նաև մեր հարազատներից, ովքեր որ չեն ուզում գալ դեպի ճշմարտությունը, եւ իրենց փորձենք օգտակար լինել եւ իրենց համար անպայման աղոթք կանենք, ովքեր որ դեպի Աստված չեն ուզում գալ, միշտ աղոթք արեք, մեջները չարություն չպահեք, լարվածություն չունենաք, նախանձ չունենաք, այդ ամենը մաքրեք, որ առողջ ապրեք, որ նաեւ երկարակյաց լինեք այս աշխարհի վրա։ Մոտավորապես սա էր, որ ուզեցի այսօր մտորենք այս թեմաների շուրջ, ուղղակի վերջում մեր համար ընդունենք, որ Քրիստոսին հետևելու համար որոշակի զողությունների պետք է գնալ։ Հակառակ դեպքում կլինենք ուղղակի գալ եկեղեցի, նայել, լսել, հանգստանալ ու գնալ։ Գիտեմ, որ շատերը գալիս են ուղղակի եկեղեցում նստելով նույնիսկ բուժվում են։ Ուղղակի նստելով, այդ խաղաղության մեջ, որտեղ օրհնված տարածք է, միշտ աղոթք է արվում։ Բայց ուզում եմ, որ դրանից առավել, Քրիստոս ասում է, դրանից առավել, հասկացեք ինչի համար եք գալիս եկեղեցի։ Առաջի բանը, որ կասե այս բան, Աստծո խոսքին ուշադրություն դարձնենք, այսօրվա խոսքին ևս ուշադրություն դարձնենք։ Որտեղ ինչ որ ասում է, այստեղից է ասում, մեզանից չի ասում, Աստծո խոսքն է ասում։ Աստծո խոսքը մեր համար արժեք պետք է ունենա, գերագույն արժեք։ Որտեղ երեք այսօր եւ հավիտյան նույնն է եւ չի փոխվում Քրիստոս եւ իր խոսքը։ Իր շնորհները յուրաքանչյուրիս վրա եղվեն առատապես ամեն։ Երկու մեզ համարձակազային բարբարով, բանալ վերանց մեր կապարыз եւ նավթ հայրենիքներ եւ ասել։